Վերջ, հա։ Էլի հարց կա։ Հա, որն է։ 18 թվականը երբ հանձնեց Նիկոլ Փաշինյանը իրոք առանձնական իրոք առաջարկել Հա, ինչ լավ է հիշացրիք։ Այս հարցի պարզաբանումը այնքան ենք տվել։ Ուրեմն իրականում Տեր-Պետրոսյանը դիմել է 3 խնդրանքով։ Ինչ խնդրանքով նա դիտողությամբ խնդրանքով իր համար շատ կարևոր պետության համար կարևոր բաներ արվեն։ Մեկը եղել է այս, որ ինքը ասել է դու հրապարակի Սերժ Սարգսյանի կողմից ստացած վերջի փաստաթուղթը։ Շատ կարևոր է, որ դու այդ պլանկան դնես եւ դա քեզ կօգնի հետագայում, ասենք, ավելի հեշտությամբ լուծել հարցերը կարգավորման հետ կապված, նաեւ բոլորը կտենան ինչ ժառանգություն է ստացել։ Սա մեկ։ Իդեպ Տեր-Պետրոսյանը այդ բանը արել էր նաեւ 2007 թվին, դուք գիտեք, 2007 թվին ինքը հրավիրել էր ամերիկյան դեսպանին, ասել էր, որ հիմա անկախ նրանից ով կդառնա նախագահ 2008 թվին, Սերժ Սարգսյանը թե ես, ճիշտ կլինի, որ այդ մադրիդյան սկզբունքները հրապարակվեն։ Այսինքն ֆիքսվի, որ դա պաշտոնական բան է, որից հետո նոր նախագահին ավելի հեշտ կլինի կարգավորման ուղղությամբ գնալը։ Եվ արեցին։ Առաջին անգամ հրապարակվեցին այդ սկզբունքները 2007 թվականի դեկտեմբերին։ Այդ հանդիպումներից հետո այդ Տեր-Պետրոսյանի բանն էր։ Նույն բանը իրան ասել է հեշտացնենք այդ process-ը կարգավորման, որ նաև որ հանրությունը իմանա ուրա գնում եւ այլն եւ այլն։ Հիմա սա մեկ չարեց, ասեց ինձ ոչ մի նոր բան չասեց եւ այլն, չարեց։ Հետո մի անգամ արդեն կապանի բանի ժամանակ, տեսեք, այդ հանդիպումը 18 թվին էր, իսկ ինքը կապանի 20 թվին հրապարակեց Կրակովյան փաստաթուղթը, ոչ թե այն վերջի բանը փաստաթուղթը։ Չնայած հա կարող է Կրակովյանն էր վերջինը, լավ, հրապարակեց դա, բայց ինչքան ուշացումով եւ այլն եւ այլն։ Երկրորդ խնդրանքը ո՞րն էր, դա խնդրանք չէր, խորհուրդ էր, որ դու շատ խաթարել ես քո հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Անվստահելի ես իրանց համար դառել։ Պետք է Ռուսաստանի հետ պետք է սիստեմային աշխատել, նախարարությունների միջոցով, տարբեր բաներ, դու ամեն ինչ դադարեցրել ես։ Գնա այդ հարաբերությունները բան արա, ավելի լուրջ աշխատանքային մակարդակի վրա բարձրացրու։ Եվ երրորդ բանը, դա ես կարծում եմ, որտեղ ոչ մի ամաչելու բան չունենք, խոսքը գնացել է նա մասին, որ Վանո Սիրադեղյանին հետ բերվի հայրենիք, թույլ տրվի, որ ինքը վերադառնա հայրենիք։ Դա էլ մերժել է Նիկոլ Փաշինյանը։ Էս է եղել։ Ուրիշ ոչ մի բան այդտեղ չի քննարկվել։ Ինչ հողեր հանձնի, մի հանձնի։ Այդ Նիկոլին դի հավատանք, որ ամեն րոպե սուտ է ասում։ Ես ասեմ, հենց այդ պատճառով, որ ինքը այդքան սուտ ձևին, այդքան կեղծ ներկայացրեց այդ հանդիպման արդյունքները, Տեր-Պետրոսյանը իր հետ էլ ոչ մի անգամ ոչ հանդիպել է, ոչ էլ ուզում է հանդիպի։ Որովհետև գիտեք, մարդիկ կան, որոնց հետ հանդիպելը միայն վնասակար է։ Եվ քեզ համար, եւ երկրի համար, այ Նիկոլ Փաշինյանը դες մարդկանցից մեկն է։ Նիկոլ Փաշինյանի կարգախոսին պետք է հարկադրել այն ինչ որ ես ասացի, իրական խաղաղության ծրագիր, ոչ թե այս փուչ ստից կեղծ խաղաղությունը, որ միջև Ադրբեջանի ստորագրությունը չունենք ու ունենք բազմաթիվ պահանջներ, որոնք շատանում են։ Այսինքն երևում է, որ ոչ միտեղ չի տանում, իսկ օգոստոսյան այդ հռչակագրով ստեղծվում է տրիպ միջանցքը, որը ունի շատ միակողմանի աշխարհակական առումով, շատ միակողմանի սպասարկում Իսրայելի շահերի, Միացյալ Նահանգների եւ անտեսում է Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի եւ Ռուսաստանի շահերը։ Ընդ որում նաեւ սահմանափակում է մեր ինքնիշխանությունը, որովհետեւ երբ որ դու գալու ես մի խաղաղության, որի հետևանքով լոգիստիկ բացարձակ կախվածության մեջ ես հայտնվում Ադրբեջանից, դա խաղաղություն չի, դա բան է, ինչ ասեմ, վասալային պետություն, դա ադրբեջանացում է։ Դրա համար մենք ասում ենք պետք է, հա, ու իդեպ նաև ասում ենք, որ սա նաև բան չունի,
ապագա չունի այս խաղաղությունը, որովհետև դու վերածում ես այս միակողմանի լուծումով Հայաստանը վերածում ես պրոքսի պատերազմի թաթերաբեմի։ Հետևաբար մենք ասում ենք, եթե մենք ինքնիշխան պետություն ենք, մենք այս մեր ձեռը պիտի վերցնենք եւ Սյունիքը, Զանգեզուրը, որը աշխարհակահաղական նշանակություն է ձեռք բերել որպես տրանզիտային մի կարևոր տարածք, մենք այդ բանը պիտի ծառայեցնենք ամբողջ աշխարհին եւ ընդ որում հաստատելով աշխարհակահաղական բալանս։ Եվ ամենակարևոր հարցը որ պիտի լուծենք այդ առումով կառուցենք բանի Հայաստանը Իրանին կապող երկաթուղի։ Ներգրավելու ասացի արդեն BRICS երկրներին։ Այս արդեն խաղաղության ծրագիր է։ Ալտերնատիվ ծանրակշիռ մեր ինքնիշխանությունը ու անկախությունը ապահովող, մեզ իսկապես տրանզիտային հաբ դարձնող այս ծրագիրը։ Այս լոզունգով գնանք մենք այդ մոնոպոլիան խաղաղության կեղծ մոնոպոլիան, որը Նիկոլը ձեռք է բերել մանտրայի նման ամեն օր խոսալով խաղաղության օրակարգի մասին, մենք Իրանին կզրկենք այդ մոնոպոլիայից եւ իրավամբ կզրկենք, որտեղ ինքը խաղաղության մասին է խոսում։ Խաղաղության օրակարգի մասին խոսելա միջև պատերազմն էլ, դա էլ ձեզ կարող եմ այդ սաղ փաստերը ապացուցել։ Ինքը խոսում է խաղաղության օրակարգ, բայց ոչ ոք այդքան շատ պատերազմ չի բերել Հայաստանին, ինչքան բերել է Նիկոլ Փաշինյանը։ Այս փարիսեցությունը, այս կեղծավորությունը իրա մենք պետք է բացահայտենք։ Իսկ պիտի բացահայտենք, այո, մեր իրատեսական ալտերնատիվ պլանով, որը դա անգամ կարելի ասել ալտերնատիվ չի, ինքը այլընտրանքային պլան չի, ինքը միակ պլանն է խաղաղության, տևական, իրական խաղաղության միակ պլանն է։